Բարի կեսօր, Reopen Media-ի News լրատվականը սկսում է իր աշխատանքն ուղիղ եթերում։ Տաղավարում աշխատում է Աննա Մարգարյանը։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին, Հայաստանի ու աշխարհի լրահոսը դարձնել հասանելի ու թափանցիկ ձեզ համար։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կընդունի Իրանին հարվածելու վերաբերյալ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Ըստ CNN-ի Թրամփը մտադիր է թույլ տալ դիվանագիտական ջանքեր գործադրել նախքան ամերիկյան ռազմական գործողությունների վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը։ Թրամփն ասել է, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը չպետք է ներառի ուրանի հարստացում։ Reuters-ը հայտնում է, որ Իրանը եւ ԱՄՆ-ն արդեն ուղիղ բանակցություններ են վարել Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին։ Ըստ աղբյուրի Իրան-Իսրայել հակամարտության սրման սկզբից Իրանի արտգործնախարար Արաղչին եւ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիտքոֆը մի քանի անգամ խոսել են հեռախոսով։ Իրանի ներկայացուցչի խոսքով Թեհրանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել հարձակումները։ Քննարկվել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկը, որ Իրանին փոխանցել էր դեռ մայիսին։ Այն ենթադրում է տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծում, որը կզբաղվի ուրանի հարստացմամբ Իրանի սահմաններից դուրս։ Ավելի վաղ Թեհրանը մերժել էր նման նախաձեռնությունը, սակայն իրանական աղբյուրի տվյալներով Արաղչին ասել է, որ Իրանը կարող է ճկունություն ցուցաբերել, եթե Վաշինգտոնը ճնշում գործադրի Իսրայելի վրա եւ ստիպի դադարեցնել հարձակումներն Իրանի վրա։ Դիտենք ռեպորտաժը։ Իրան-Իսրայել հրթիռային պատերազմի 8-րդ օրը համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում ըստ Ալ Ջազիրայի պայթյուններ են որոտում այն վայրում, որտեղ հնարավոր է գտնվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի բունկերը։ Տարածվող ենթադրություններին Թեհրանը դեռ պաշտոնապես չի արձագանքել։ Այս խոսակցությունների ֆոնին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասել է, որ իրենց նպատակը Իրանի ղեկավարության անկումը չէ։ Իրանի ռեժիմի փոփոխության կամ նրա անկման հարցը նախ եւ առաջ Իրանի ժողովրդի գործն է։ Ես դա չեմ ներկայացրել որպես նպատակ։ Դա կարող է լինել հետևանք, բայց դա մեր հստակ կամ պաշտոնական նպատակներից չէ։ Նեթանյահուն պնդել է, թե իրենք ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները ոչնչացնելու Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը, անկախ նրանից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանա մասնակցել այդ գործողությանը, թե ոչ։ Իսկ Միացյալ Նահանգները կմիանա Իսրայելի հարձակումներին, թե ոչ, Թրամփը կորոշի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Երեկվանից արևմտյան մամուլը փոթորկում են տարբեր աղբյուրներից տեղեկությունները, թե Միացյալ Նահանգները կարող է հարվածել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտին աշխարհի ամենահզոր ոչ միջուկային ռումբով։ Իսկ այսօր Իրանը հայտարարել է, որ հարձակումների նոր ալիք է սկսել Հայֆայում եւ Թել Ավիվում։ Իրանը հարվածել է իսրայելական բանակին կիբերանվտանգության ծառայություններ մատուցող IT ընկերության եւ Microsoft-ի գրասենյակներին։ Իսրայելը հաստատել է, որ իրանական հրթիռների հարվածներից հրդեհներ են բռնկվել, այրվել են մեքենաներ, վնասվել բնակելի տներ։ Ցախալը նաև հայտարարել է, որ գիշերը Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքեր են որսացել։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներն այսօր Ժնևում կհանդիպեն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագիրը եւ Մերձավոր Արևելքում պատերազմի զսպումը։ Եվրոնյուզի հարցին, թե արդյոք Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը կմասնակցի բանակցություններին, Եվրահանձնաժողովի խոսնակը հստակ պատասխան չի տվել։ Մենք միշտ արտահայտել ենք մեր պատրաստակամությունը երկխոսության եւ բանակցությունների համար, ասել է խոսնակը։ Ակնկալվում է, որ եվրոպական նախարարների եռյակը հանդիպումից առաջ կհանդիպի Կալասի հետ Ժնևում Գերմանիայի մշտական ներկայացությունում, ընդգծելով Եվրոպական միության շարունակական ջանքերը դիվանագիտության համակարգման եւ խթանման ուղղությամբ։ Ակնկալվում է, որ առաջիկա բանակցությունները կվերսկսեն երկխոսությունը, հաշվի առնելով հակամարտության սրումը եւ կհամոզեն Իրանին տրամադրել հուսալի երաշխիքներ, որ նրա միջուկային ծրագիրը կրելու է բացառապես խաղաղ բնույթ։ Հունգարիան ժամանակավորապես իր դեսպանությունը Իրանից տեղափոխել է Ադրբեջան։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտնել է, որ դեսպանատան 15 աշխատակիցներ եւ նրանց ընտանիքի անդամները մեկնել են Ադրբեջան։ Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյասկովը հայտարարել էր, որ փակել են Թեհրանում իրենց դեսպանատունը եւ տարհանել դիվանագիտական անձնակազմը ու նրանց ընտանիքներն Ադրբեջան, Իրանի եւ Իսրայելի միջև լարվածության սրման պատճառով։ Իրանում Վրաստանի դեսպանությունը իր հայրենակիցներին խորհուրդ է տվել Իրանից դուրս գալ ցամաքային ճանապարհով։ Ադրբեջանի Աստարա, Հայաստանի Նորդուս, Թուրքիայի Բազարգան կամ Թուրքմենստանի սահմանային անցակետերով։
Դիվանագիտական առաքելությունը միաժամանակ կոչ է արել Իրանից մեկնելու մտադրություն ունեցող բոլոր անձանց նախապես կապ հաստատել իրենց հետ եւ ստանալ անհրաժեշտ հրահանգները։ Ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Թուրքիա, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրան օդանավակայանում ճանապարհել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ալիևն այցելել էր Քահրամանմարաշ քաղաք, որտեղ բացել էր Ադրբեջան անունով թաղամաս, որը կառուցվել է այդ երկրի միջոցներով Թուրքիայում 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ուժեղ եւ ավերիչ երկրաշարժից հետո։ Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ Էրդողանը նրան կընդունի Ստամբուլում։ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը բավական ներկայացուցչական է։ Մամուլի տեղեկություններով Թուրքիային մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւ այլ պաշտոնյաներ։ Մենք կհետևենք վարչապետի այցի ընթացքին ու մանրամասներին, որոնք ձեզ կներկայացնենք մեր հետագա թողարկումներում։ Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ակթյուրքը հայտարարել է, որ Ադրբեջանի զինծառայողները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող անատոլիական արծիվ միջազգային զորավարժություններին։ Բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի անձնակազմերը։ Դրանք կտևեն հունիսի 23-ից մինչեւ հուլիսի 4-ը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին իր ներկայացուցիչներն այց են իրականացրել Արմավիր քրեակատարողական հիմնարկ եւ խորհրդապահական առանձնազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ։ Գործարարին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում փաստաբանների բարձրացրած նաեւ ՄԻՊ աշխատակազմի թեժգից հեռախոսահամարին ստացված ահազանգերի առիթով մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ։ Նույն օրը պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից։ Գրասենյակի ստացած ահազանգերը եղել են ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավելի անազատության մեջ պահելու, մի շարք տրանսպորտային միջոցներ ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ։ Մեր հասարակության մեջ վերարտադրողական տարիքի երիտասարդների շրջանում անպտղությունը հետևողականորեն աճ է արձանագրում։ Ինչ գործոններ են նպաստում ժողովրդագրական լրջագույն մարտահրավերներ առաջացնող այդ խնդրի խորացմանը, ինչ է ձեռնարկում կառավարությունը այն չեզոքացնելու ուղղությամբ։ Խնդրի հետքերով գնացել է Մերի Դանիելյանը։ Դիտենք։ Հայաստանում անպտղության ցուցանիշը վերջին տվյալներով կազմում է 16,8%։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 15%-ը համարվում է սահմանային ցուցանիշ, որն ազդում է երկրի ժողովրդագրության վրա սոցիալ-բժշկական խնդրից վերածվելով ազգային անվտանգության հիմնահարցի։ Հայաստանում անպտղության ցուցանիշը կանանց եւ տղամարդկանց պարագայում տարբեր է, ուրեմն կանանչ շրջանում առաջնային անպտղությունը կազմում է 1.3%, երկրորդայինը 13%, տղամարդկանց առումով առաջնայինը 22% է, իսկ երկրորդայինը 17.6%։ Այս թվերը 2009-ի տվյալների հետ համեմատելիս նկատելի է երկրորդային անպտղության տոկոսային աճ, հատկապես տղամարդկանց պարագայում։ Իսկ ինչ է նշանակում առաջնային եւ երկրորդային անպտղություն, բացատրում է բժիշկը։ Երբ զույգը 1 տարվա ընթացքում ապրում է կանոնավոր սեռական կյանքում առանց պաշտպանվելու եւ չի հղիանում, դա համարվում են առաջնային անպտղություն։ Երկրորդային անպտղություն են անվանում այն խնդիրը, երբ մեկ անգամ գոնը գրանցվել է հաղություն, դրանից հետո արդեն կինը չի կարող հապրանը 1 տարվա ընթացքում։ Անպտղության կարող են հանգեցնել բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են սթրեսը, ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Սրանք պատճառների լայն շրջանակի միայն մի մասն են։ Կարող են լինել եւ հորմոնալ փոփոխությունները, դիսֆունկցիաները, կանանց պարագայում դա կլինեն ձվազատման հետ կապված խնդիրները, տղամարդկանց պարագայում դա կարող է լինել սերմնահեղուկի հետ կապված խնդիրները, դա կարող են լինել բորբոքային պրոցեսները, կապված ոչ սպეციფიկ բողոքումներ, ինչպես նաև սեռավարակներով պայմանավորված։ Թեև խնդիրների ցանկը բավականին ընդգրկուն է, մասնագետները նշում են, որ կանխարգելիչ միջոցները կարող են զգալիորեն նվազեցնել անպտղության ռիսկը։ Առաջին հերթին առողջ ապրելակերպն է, զերծ մնալ տարատեսակ սեռավարակներից, տարբեր զուգընկերների
ունենալուց, այսինքն անպաշտպան սեռական հարաբերությունից, որը հետագայում եթե օրինակ ունեն մարդ սեռավարակ կարա տարատեսական պտղության հետ կապված խնդիրներ առաջացնի եւ դե պրոֆիլակտիկ հետազոտություններ 2015-ից գործում է անվճար եւ արտոնյալ պայմաններով իրականացվող անպտղության հաղթահարման պետական ծրագիրը, որն ընդլայնվել է 2019-ին։ Նոր ձևաչափով ծրագրի շահառու կարող են լինել Հայաստանի քաղաքացի եւ Արցախից բռնի տեղահանված 2 տարի անպտղության ախտորոշմամբ 20-ից 40 տարեկան կանայք, 28-ից 42 տարեկան անզավակ կանայք, 1 երեխա ունեցող մինչեւ 36 տարեկան ամուսնական զույգերը, զոհված զինծառայողների ծնողները։ Ծրագիրն իրականացվում է մի քանի մասով։ Նշեմ, որ ծրագիրը իր մեջ ընդգրկում է մի քանի հատվածներ, դա վաճառագիտության ախտորոշումը եւ բուժումն է, հաջորդը դա սերմնավորման փորձերն են, արտամարմնային բեղմնավորման 1 փորձը եւ արտոնյալ պայմաններով արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը։ Մեկ այլ կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ այն հետազոտությունները, որոնք ներառված են տվյալ ծրագրի մեջ։ Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով ընդլայնման համար հիմք են ընդունում գործող ծրագրի չափորոշիչները։ Ծրագիրն ընդլայնելով արդյունքներն են ընդլայնում։ Ծրագրի շրջանակներում 2019 թվականից սկսած ծնվել է 1177 երեխա, որոնցից 94-ը զոհված զինծառայողների քույր եւ եղբայրներ են։ Միայն այս տարի հունվար-մայիս ընկած ժամանակահատվածում մենք ունենք արդեն 226 երեխայի ծնունդ, նրանցից 11-ը զոհված զինծառայողների քույր եւ եղբայրներ են։ Ռուզան Մարտիրոսյանը նշում է, կառավարության որոշմամբ գործում է եւս մեկ ծրագիր։ Նպատակը անպտղության ախտորոշում չունենալն է։ ԿԿԱ մարմիններում ամուսնությունը գրանցելուց հետո զույգերը 3 ամսվա ընթացքում կարող են դիմել իրենց համար առաջնային առողջապահական օղակներ եւ ստանալ որոշակի հետազոտությունների ու խորհրդատվությունների փաթեթ։ Մերի Դանիելյան, Ստեփան Տիգրանյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Եթերում ենք լինելու ժամեր անց 15:00-ին։ Դուք կարող եք հետևել Reopen Media-ի լրատվական բաժնի հոսքերին YouTube, Telegram, Instagram, X, Facebook հարթակներում։ Տաղավարում աշխատեց Աննա Մարգարյանը։ Կհանդիպենք։